65-ամյա Հասմիկ Ահարոնյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի բարևարկության հարցերի կազմակերպիչն է։ Ավարտել է Գյուղատնտեսական ինստիտուտը, աշխատանքային գործունեությունը սկսել 1982-ից, հիմնականում աշխատել պետական համակարգում, նախարարությունում 2010 թվականից է։ Հիմա ավելի ակտիվ եմ, որովհետև 20-30 տարի առաջ, գիտեք, պահանջները բոլորովին այլ էին։ Բոլորովին այլ, այդտեղ դու որպես մասնագետ չէիր կարող կայանալ, չէիր նկատվի, որովհետև թելադրվում էր ամեն ինչ, իսկ այստեղ դու կարող ես առաջարկություններ անել, առաջարկությունները գնահատվում են։ Պետական համակարգի ծառայողին 65 տարեկան դառնալու հիմքով աշխատանքից ազատելու արգելքը սահմանող օրենսդրական փաթեթին գործադիրը հավանություն է տվել։ Ավելի վաղ աշխատանքային օրենսգրքից հանվել էր մասնավոր ոլորտում կենսաթոշակային տարիքի անձանց միայն այդ հանգամանքով աշխատանքից ազատելու կարգավորումը։ Եթե ինչ-որ մեկը լավ չի աշխատում, նա 50 տարեկանում է կարող է վատ աշխատել, 40-ում էլ, բայց միևնույն ժամանակ 70-ում էլ կարող է լավ աշխատել, եւ մենք ինքներս ունենք հիմա նախարարությունում բազմաթիվ այդպիսի աշխատողներ, որոնց իդեպ մենք պահում ենք այս կամ այն կերպ փորձագետի կարգավիճակում, հատուկ հանձնարարություններով խորհրդականի կարգավիճակում, ինչ որ արհեստական ձևով, որովհետև գիտենք, որ նա լավ անում է աշխատանքը, բայց նաև չենք կարող պահել ու նաև նորից իդեպ երբ որ ասում են չենք կարող պահել, խոսքը վերաբերում է նաև նոր ընդունվելուն, հիմա էլ արգելք կա այդ տարիքի անձանց օրինակ դիմելու մրցույթներին քաղցարայության։ Հիմա այլևս այդ արգելքն է դուրս կգա։ Հասմիկ Ահարոնյանը սկսել է Շահումյանի շրջսովետի գործկոմում կադրային աշխատանքից, հետո կադաստրի կոմիտե, ապա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Կարծում է զբաղվածությունը կարևոր է, բայց պետական համակարգում աշխատելիս առավել կարևոր է սեփական անձի նկատմամբ պատասխանատվությունը։ Արդյոք դու կարող ես շարունակել, թե պետք է քո տեղը արդեն զիջես, եթե մենք գտնում ենք ինչ-որ տեղ, մենք կարող ենք թերանալ եւ չկատարել աշխատանքը, ուրեմն դա պետք է լինի այսպես որ ինքներս պետք է հրաժարվենք։ Աշխատելու համար տարիքային սահմանափակումը կհանվի գերատեսչությունների մեծ մասում։ Խոսքը քաղցարայության, հանրային, համայնքային ծառայությունների, պոակների ղեկավար անձնակազմի, դիվանագիտական ծառայության, ազգային ժողովում նաև հարկային մաքսային ծառայության մասին է։ Կարգավորումները կվերաբերեն մոտ 25,000 անձի։ Սա շատ լավ տեղավորում է մեր ժողովրդագրական ռազմավարության համատեքստում, երբ որ մենք ակտիվ ծերացման խթանող գործողություններ պետք է անենք եւ ընդհանրապես հիմա վերջի տասնամյակների գիտության, կենցաղի զարգացմանը զուգընթաց մարդիկ ավելի երկար են ապրում, բարեբախտաբար եւ ավելի ակտիվ լինելով են երկար ապրում, այսինքն եւ մտավոր առումով ակտիվ, այսինքն այդ աշխատանքը կարող են կատարել եւ ֆիզիկական առումով ակտիվ եւ սա նաեւ նպաստելու է դրան, վերջերս շատ ենք խոսել։ Իհարկե մենք այլ ծրագրեր էլ կունենանք, բայց օրենսդրական մակարդակով այդ խտրական վերաբերմունքը կարծում ենք, որ պետք է դուրս գա։ Սահմանափակումը չի հանվի դատաիրավական համակարգում, ուժային կառույցներում։ Նախարարի գնահատմամբ նախագիծը վերաբերում է նաև մշակութային փոփոխությանը։ Եթե X տարիքից քաղաքացին անցավ, ուրեմն նա այլևս չակերտներով պիտանի չէ, լրիվ հակառակը, շատ հնարավոր է, որ հենց այդ տարիքում ամենապիտանին է քաղաքացին եւ իր փորձով եւ իմաստությամբ։ Աշխարհի գերտերությունները ղեկավարում 70, 75, 80 տարեկան մարդիկ, իսկ մենք ասում ենք, որ 65 տարեկանից հետո վերջ դուք այլևս մեզ պետք չեք։ Հակառակը մեզ դեռ երկար պետք են մեր ավագ սերնդի ներկայացուցիչները։ Ոչ մեկ չի ասում, որ երիտասարդները չպետք է մտնեն եւ մտնում են պետական կառավարման ապարատ, մանավանդ վերջի շրջանում մենք այս փոխհատուցման, խրախուսման նոր մեխանիզմներ ենք դնում։ Եվ այստեղ կարևորը աշխատանքի որակը։ 9 օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը արդեն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։